Շահագրգռելով չի ստացվել, որոշել են խստացնել հսկողությունը։ ՊԵԿ նախագահի փորձառու տեղակալը հիշում է, խնդիրն անկախությունից ի վեր առկա է, վերջապես որոշել են կտրուկ քայլերով պայքարել ստվերի դեմ։ Հույս ունենալ, որ տնտեսվարող սուբյեկտը միայն այս ստվերայինի հարցում շահագրգռված է, որ ինքը իր ստվերը նվազեցնի, մենք պետք է իրատեսական լինենք։ Մինչև խստացումը հարկային է խորհրդակցում է հասարակական կազմակերպությունների հետ։ Կարողանալ հասնել մի մակարդակի, որ Հայաստանի Հանրապետությունում առանց փաստաթղթի ոչ մի ապրանքաշրջանառություն տեղի չունենա։ Եվ այն ապրանքները, որոնք փաստաթղթերով չեն առաքվում, մատակարարվում, հնարավորություն ունեն դրանք բռնագանձելու եւ մինչեւ հարկային վճարներ չվճարել, դրանք չեն կարող առաքվել։ ՀԿՆ-ի ներկայացուցիչները խնդրին քաջատեղյակ են։ Փաստաթղթաշրջանառության կարգավորումից պետությունը հաստատ կշահի։ Առանց փաստաթղթավորման երկիրը չի կարող գոյատևել։ Քննարկման մասնակիցները համակարծիք են։ Փաստաթղթերով ապրանքներ առաքելու հարցում պետք է շահագրգիռ լինեն թե խոշոր, թե միջին ու փոքր գործարարները։ Օֆելիա Կամավոսյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։